իրավունքն նկատի ունեցեք, որ մենք ևս երկու փուլ ունենք, չէ ավարտը, Դամիջոցությունների և եզրափակի դեպքերի փուլը։ Եթե դուք գտնում եք, որ այդ փուլերում ևս անհրաժեշտ չէ ձեր պաշտպանի մասնակցությունը, խնդիր չկա։ Մենք շարունակենք հնարավոր է ավարտել։ Որևէ խնդիր չկա։ Դարձան փոխանցելով, նկարացնում դատական վերանայումը շարունակել Հրազդան Արտարևարյանի մասնակցությամբ պաշտպան Հայկ Արամյանի բացակայության պայմանները նկատունով վերջին ստամոքսացի պաշտպանչորեն այսօրի տեղի և ժամի վերաբերյալ չի ներկայացել այդ դատական նիստի մասնակցելու պատճառով և նույն ժամանակ գնահատել և չհավաքել խորհրդի բացակայության դատական նիստը շարունակ։ Դատական վերանայման առաջին օրը Վերաքննիչ դատարանը լսել է պաշտպանության կողմից բերված Վերաքննիչ բողոքի հիմնավորումները։ Այժմ հասնում ենք հաջորդ դատավարական փուլին, որի ընթացքում կողմը դեպքում Հրազդանը իրավունք ունի նորապատիժների վերաբերյալ միջնորդություններ ներկայացնելու Վերաքննիչ դատարանում։ Կան է և վերջին դատավարական գործողությունը իրավունք ունեք դուք եզրափակիչների թող հանդես գալու Վերաքննիչ դատարանում։ Խնդրեմ, հնարավորություններում եզրափակիչների դա մենք հարց կապված մեղադրանքի հետ ըստ էության այդ օրը այդ միջոցառումը տևել է մոտ 30 րոպե, 23 որի ընթացքում պահանջներ են դրվել, զենք դինամիտեր, սպանալու հետ կապված, մեղադրանքում ներկայացված այդ գործողությունները ինչ-որ վերաբերվում են հաստել են դուք ընդունում եք, որ տեղի են ունեցել։ Հաստական ես իրավական գնահատական։ Չէ, ես իրավական գնահատական տվող չեմ, բարգավաճ դատարան, ամբողջ խնդիրը ընդհանրապես տեղի ունեցել նրանում, որ գյուղերը այդ պահին զինաթափվել է ազգաբնակչությունը, կոնկրետ մեր պաշտպանության տակ գտնվող գյուղերը, բացի դա մեր զենք չի տրամադրվել, այդ մարտական գործողությունների ծավալման, հենց այդ նույն ժամանակահատվածում տեղի ունենում ջերմուկի ուղղակի գործողությունները, զուտ ամբողջ ակցիայի նպատակը եղել է, որ անմիջապես այդ հավաքված զենքերը հետ բաժանի ժողովրդին և այս ստորաբաժանում նորից զենք ստանան։ Ոնց որ նախկինում մենք երկու անգամ այդ գործողություններ ենք եղել, սահմանված կարգով մենք զենք ենք ստացել, այդ նույն խնդիրն է առաջացել, որ զին է, որովհետև ամեն դեպքում մենք ասել ենք մարտական գործողությունների ծավալման շրջան և հարվածի ուղղությունները չեն զինում, բացի դա գյուղերը զինաթափվել են։ Եվ դա հաստատվեց նաև առաջացանի դատականության ընթացքում, երբ որ գյուղապետը ըստեյության հանդիսանում էր այդ պահին ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը, եւ նա կայեց եւ դատականական ցուցմունքներով նաև կա, որ այդ ակցիայից հետո անմիջապես նորից սկսեցին գյուղերը զինել։ Կոնկրետ Տեր գյուղի հետ կապված է եւ Արավոս գյուղը։ Հիմնական հարվածությունների այդ պահին Արավոս գյուղն է։ Ամբողջ ակցիան դրանով պայմանավորված է։ Դուք գտնում եք, որ այդ գործողությունները եղել են իրավաչափ։ Միանշանակ, որովհետև Պարբաժան դատարան ամեն դեպքում բաց են, որ մենք սահմանադրական իրավունք ունենք իրացնելու մեր ազատ խոսքի իրավունքը եւ խաղաղ առանց զենքի հավաք անցկացնելու իրավունքը, մյուս կողմից էլ ամեն դեպքում մենք այդ գյուղը պաշտպանած մարդիկ ենք եւ մարտական խնդիրը տեսնում ենք ազգաբնակչության անվտանգության դուրս սպառնալիքը, որովհետեւ այդ նույն ժամանակահատվածում այդ հատվածում արդեն մարտական գործողությունները ծավալվել են եւ ոչ թե երաշխիքությունները թե մի քանի րոպեից ինչեր են կամ 15 րոպեից ինչեր լինելու։ Այո, ես գտնում եմ, որ մենք գործել ենք իրավաչափ, օրենքի հակասով ոչինչ չենք արել, ըստ էության մեր պահանջը եղել է սահմանադրողները մեր իրավունքի իրացումը, մենք ոչ մի խնդիր չենք առաջացրել, ոչ խուլիգանություն ենք կատարել, մեր ազատ խոսք ենք իրացել։ Ձեր արևյախլար արտահայտությունները բան կատարել եք։ Ոչ, իհարկե ոչ, դուք կարող եք իրոք համոզվել նայեք, որ դուք պատկերացրեք Պարբաժան դատարան, անգամ վիդեոների պայմաններում չեն կարողանում այս ամեն ինչը հիմնավորել, անգամ որ վիդեոյի պայմաններում որ տեսած է ուղիղ եթերա գնացել, այսօր այդ
պատկերացրեք, այս տեսաձայնագրություններն էլ չդեր, մենք ավելի ինչպես խնդրի մեջ ենք առաջանում։ Անգամ այս պայմաններում, որ հատակը ամեն ինչը դետալային փաստաբանական թիմը, պաշտպանական կողմը ներկայացրել, անգամ այս պայմաններում ամենամեծ դժվար դարձել արդարադատություն կազմակերպել, որովհետև մենք ամեն ինչը ներկայացել ենք, իրականությունը ինչ է։ Ի վերջո ուրիշ ձև չկար, ուրիշ ճանապարհ չկար։ Արտադրական դատարան։ Ես ձեզ հավաստիացնում ինչ է եղել կապված, ասենք, մասպետի հետ կոնֆլիկտը մյուսը բացառված է, որովհետև մինչև այդ մենք մասպետը դատենք եւ ազգային անվտանգության ծառայության մազային վարչության պետի եւ ոստիկանության մազային վարչ եւ կորպուսի հրամանատարի պատկերացրեք ամբողջ ցիկլը դուք մինչև, ասենք, գլխավոր շտաբի օպերատիվ վարչություն, սա քննարկվել է սարցել։ Մենք մինչև այդ խնդիր ենք կատարել, բայց այդ որ այդ ծավալվեց այդ ամեն ինչը, մեր ասում չեն զինել։ Այդ է քննարկվել այդ հարցը, ձեր հարցը չի։ Ասեցին ստեյց սպառնալիք չկա, բայց պարզվեց սպառնալիքը Հիմա դուք այլազն, դուք եք ասել որոշում, որտեղ այդ սպառնալիք կա, որտեղ պետական մարմինները համապատասխան իրավասու, գնահատում են իրավիճակը եւ այդ իրավիճակի ցենտրում համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում, չէ՞։ Ըստ էության ես շատ կուզենայի որ տես լիներ, բայց պարզվեց փաստը, որ ես ճիշտ դուրս եկա։ Պարզվեց, որ եկան նստամարցում հեկտարը վերցրեցին։ Չէ, հիմա post factum եք ինչ-որ բաներ Չէ, որը հնարավոր է ժամանակային եւ այլ առումներով համընկնել իրադարձությունների հետ։ Պատմաժեն դատարանից Բայց եթե յուրաքանչյուր նայեք, քանի ես ձեր ասած ընդունում 11 հոգանոց ասեմ, եթե յուրաքանչյուր 10-11 հոգի կամ 12 հոգի դուժին որոշի, այն ասել, ասենք, նորմալ կրված մարդկանց կողմ որոշի, որ ինքը պետք է զենք ստանա եւ հայրենիք, ասենք, գյուղերի կամ խառնի պաշտպանության պլանը։ Դա ինքը դիգնավորներ։ Պատմաժեն դատարան նորմալ Ես ձեր հացակումը միանշանակ ունեմ ընդունում օբյեկտիվ եւ ճիշտ, եթե մենք այդ որակի գործով, ես օրինակ դիսցիպլինար միշտ կողմեմ, ամեն ինչի կողմեմ, ես ռազմական կրթություն ունեցող մարդ եմ, ես պատական մարդ չեմ այդ դաշտում, այո, դուք ճիշտ եք ասում, եթե նման ձև լինի, բայց փաստը մնաց փաստ, որ մենք այդ սպառնալիքը գնահատել են, զեկուցվել է, եւ այդ ընթացքում նայեք, խաղաղության պայմանագիրը կոչվի թե ինչ կոչվի, մենք այդ խնդիրը տեսել ենք եւ այդ խնդիրը զեկուցվել է։ Փաստացի մենք չզինվեցինք, փաստացի խնդիրը չկատարեց, փաստացի 68 հեկտար եկան նստեցին։ Մենք չենք զբաղվում կանխագուշակությամբ, պատմություն դատարանը, մենք օբյեկտիվ մարդիկ ենք, մենք հասկացանք ինչ է պատահել։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ եթե դուք ձեզ զենք տրամադրեին, այդ 68 հեկտարը ձեր ասած հնարավոր չէ։ Փաստացի մենք 4 ամիս ընդ պայմանք այդ խնդիրը չի առաջացել։ 11 հոգով։ 11 հոգով, այո։ Ստուգ են տվյալները։